Ժանելը մտցրեցին։ Դուք խոսքի սկզբում ասացիք, որ խայտառակ ընտրություններ էին։ Ընտրության գիշերը Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց դեռ քվեաթերթիկների ընդամենը 20%-ներ հաշվարկ արվել, հայտարարեց, որ հաղթում են։ Որտեղ էր ընդդիմությունը։ Նախ խայտառակ ընտրությունները 20% հաշվարկից հետո իշխանությունը կանգնում եւ համարձակորեն ասում է, որ ինքն է հաղթողը եւ վերջ։ Բայց մենք չտեսանք դրանից հետո ընդդիմադիր որևէ հավաք ցույց, չտեսանք այդ գիշերը, չտեսանք հաջորդ օրերին, որտեղ է ընդդիմությունը։ Այդ օրերին ինչու չէր հավաքներ անում իր ընդդիմախոսությունը կամ հակառակ կարծիքը ապացուցում։ Սա մեկ եւ երկրորդը տեսեք, ընտրություններով Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Դուք նախընտրական շրջանում շատ վստահ հայտարարում եք, որ հաղթելու ենք։ Ձեզ այդ վստահեցումը ով էր տվել կամ ովքեր էին հավաստիացրել ձեզ, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն տեղ ունենա, առավել եւս, որ մենք տեսնում ենք որևէ ձևով, որևէ այսպես ազդակ չկար, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ազնիվ արդար ընտրություններ անցկացնել, բոլոր ազդակները հակառակի մասին էին ապացուցում եւ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը տարբերվեր իր ազնվությամբ, ընտրությունների թափանցիկությամբ նախորդ իշխանություններից։ Ուրեմն ինչու եք այդքան վստահ եւ հիմա արդյոք, երբ որ հետահայաց նայում եք, չեք կարծում, որ իսկապես ճիշտ էին այն հայտարարությունները գուցե, որ ընտրություններով հնարավոր չէ միայն ընտրական գործընթացով հնարավոր չէր իշխանափոխություն անել։ Ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մենք մեր տվյալները ունեինք, ստանում էինք մեր տվյալները, մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական process-ը, ինքը հայտարարություն արեց, մեր մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը։ Եվ դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, ինքը, չգիտեմ, դուք տեղյակ եք, եթե չէ, կարող եք ստուգել 200,000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%։ Երբ հասավ 700, պլյուս մինուս, կարող է մի քիչ էս կողմ են կողմ, էլի, ինչքան հիշում եմ։ 700,000 ձայնի դեպքում ինքը հասավ 50%։ Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ միջև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, բոլոր մաթեմատիկական, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանի չհաշվարկված մոտ 350,000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%-ը, Գյումրիի 37%-ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ ենք, որ իրենք փլվելու են միջև 40%։ 5 ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը, որ եղել է, դա եղել է 40%։ Դա վերջի հարցումներն էր, որ մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40% ու ԿՊ-ն։ Եվ ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր։ Նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին միջև 50%։ Ու շրջաներում ես նկատի ունեմ։ Բայց դրանից հետո մոտ 800,000 ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Այսինքն սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով իրենք չպետք է գերազանցեին մեր հաշվարկով 42%-ը։ Դրա համար մենք սպասեցինք առավոտյան ինչպիսի արդյունքներ են իրենք հրապարակելու, դրա համար այդ ժամերին ոչինչ չկատարվեց, որովհետև իրենք նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը, դուք էլ հասկանում եք, որ անհասկանալի երևույթ էր 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել,
երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ մեղադրեին, որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների եւ նորից չհասանք արդյունքի։ Ոչինչ չի վերջացել, համար պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է եւ ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական procesների ժամանակ, դա լինելու է։ Ձեր խոսքում վերջերս դատարանի առաջ դուք մի այսպիսի արտահայտություն եք արել, որ նաև ձեզ ինչ-որ առումով խաբեցին ոմանք։ Ուզում եմ հասկանալ ում մասին էր, ովքեր են ձեզ խաբել եւ գուցե մեծ ակնկալիքներ են ձեզ խոստացել, բայց հակառակն է տեղ ունեցել։ Չէ, դա ընդամենը մի էպիզոդ էր, որ մենք հավատացինք, որ 1.5 միլիոն ձայնը մեզ տալիս է բացարձակ առավելություն։ Բայց մեր թիմակիցները բոլորը հիշում եք արագ էֆիրում սկսեցին հնչեցնել 1.5 միլիոնի մասին, մարդկանց լսեցնել տվեցինք այդ 1.5 միլիոնի մասին, ինչը հնարավորություն տվեց Փաշինյանին անել իր սև գործը, որտեղ եթե մասնակցությունը ցածր լիներ, իր հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ կլինեին։ Այդ սև գործը անելու Այս ընթացքում ես լսել եմ այդպիսի տեսակետ, հիմա հերքեք կամ հաստատեք, ասում եմ, որ քանի որ դուք հայաստանյան իրականության մարդ չեք, այսինքն քաղաքական գործունեություն ծավալելու համար լավ չեք ճանաչում եւ հայ հանրությանը եւ նաեւ քաղաքական դաշտին։ Նայեք, մեզանից բացի, ու եթե Փաշինյանին հանենք 18 քաղաքական շատ լավ ճանաչող ուժեր, տասնյակ տարիների փորձ ունեցող ուժեր մասնակցում էին նախընտրական փուլին։ Եվ այդ բոլոր ճանաչող ուժերը ընդամենը մեզանից բացի մեկ քաղաքական ուժ կարողացավ հաղթահարել շեմը։ Այդ քաղաքական ուժից մենք մոտարապես 2.5 անգամ ավել ձայներ ենք հավաքել, չճանաչելով, չունենալով նորից եմ կրկնում, ոչ մի մեդիա ռեսուրս, 0, դուք բոլորդ գիտեք, 0 մեդիա ռեսուրս, ոչ մի ուրիշ հնարավորություններ, միգուցե մենք էինք շատ լավ ճանաչում քաղաքական դաշտը եւ մեր ժողովրդին, որովհետեւ եթե մենք չունենայինք այդ փորձը, այդ հնարավորությունը, այդ տաղանդը, միգուցե մենք հիմա հավաքած կլինեինք 1-2%։ Դրա համար միշտ ձեր այդ թեզը, որ մենք ունենք փորձ, չունենք փորձ։ Փորձը չճանաչելու մասին է։ Դե եթե չճանաչեինք, դուք վստահ եղեք, մենք չենք պարտվել։ Ես ձեզ նորից եմ ասում, մենք չենք պարտվել այս ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքները, երբ իսկական մենք մի օր կհայտնաբերենք, այն ժամանակ մենք ցույց կտանք, մենք ճանաչում էինք, թե չէինք ճանաչում։ Հիմա մենք ունենք բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերից առավելագույն ցուցանիշը։ Դրա համար մեզ ասել, որ մենք չենք ճանաչում, միգուցե դա մի քիչ նորմալ չէ։ Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում, մենք շատ լավ գիտենք ինչ կանենք, վստահ եղեք բոլոր որոշումները մենք շատ մտածված ենք անում եւ հիմա էլ կանենք ճիշտ որոշումներ, հետագայում էլ կունենանք մեր հաղթանակ։ Պարոն Կարապետյան, ասում են կռվից հետո թեկուզ մանանեղ, բայց այնուամենայնիվ էլի